Կրկին բարձր սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 8-ն է, սա արդեն մեր թվով երկրորդ հաղորդումն է։ Շատ կարևոր հաղորդում է այն առումով, որ մենք տեսնում ենք ամբողջ աշխարհի շնորհավորանքներ, իսկ Ռուսաստանի Դաշնությունից այլ տեսակի հայտարարություններ, չափազանց կարևոր է հասկանալ տենդենսը, տարբեր տեսակի հայտարարություններ են հնչում, փաստացի մենք այստեղ էլ ճիշտ էինք, երբ կանխատեսում էինք Ռուսաստանից ինչպիսի հայտարարություններ կլինեն, հայտարարությունով է հանդես եկել Զախարովան, հայտարարությունով է հանդես եկել Պեսկովը, հայտարարություններ են հնչել падգամավորներից, որը որ ամենահետաքրքիրն է, քանի որ մենք նախքան դա արդեն գուշակել էինք շատ հստակ, թե ինչպիսի հայտարարություններ կլինեն падգամավորների կողմից։ Ամբողջ աշխարհից հետաքրքիր ուղերձներ են գալիս դեպի Հայաստան, շատ լավ, շատ դրական հետաքրքիր ուղերձներ, բայց ահա Ռուսաստանից լրիվ հակառակ պատկերն է։ Դրանից բացի պարզ է դառնում, թե որ ուժերը ինչքանով են անցնում խորհրդարան, ինչքան падգամավոր կունենան ուժերը Հայաստանի խորհրդարանում, քանի ուժ է անցնում Հայաստանի խորհրդարան եւ ինչու Փաշինյանի օգտին 35,000 մոտ 35,000 հոգի ավել է քվեարկել, քան 21 թվականին, բայց նույն ժամանակ այս անգամ մի քանի ձայն այնուամենայնիվ Փաշինյանը կորցնում է խորհրդարանում։ Ինչու է դա կապված եւ ինչ հետևանքներ կարող է դա ունենա Փաշինյանի համար, քաղաքացիական պայմանագրի համար եւ Հայաստանի համար։ Անպայման լայքեք, սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք եւ սկսում ենք։ Նախ այն պնդումները, թե ՀՊ-ի հաղթանակը լիարժեք հաղթանակ էր եւ շնորհավորում են բոլորը միմյանց, ես այդքան էլ համաձայն չեմ, քանի որ հիշում եք, ես միշտ ասում եի, որ Հայաստանում պետք է իրոք ընդդիմափոխություն տեղի ունենա։ Շատ լավ գաղափար էր եւ այդ գաղափարը ես լսել էի Արման Բաբաջանյանի կողմից, Ռուբեն Մեհրաբյանի կողմից, իրոք ինձ դուր էր եկել այդ գաղափարը, բայց նույն ժամանակ անկեղծ ասեմ հասկանում էի, որ քիչ է հավանականությունը, հաշվի առնելով այն, թե ինչ մեծ ռեսուրսներ են ներդրել մնացած կուսակցությունները, որպեսզի կարողանան անցնել խորհրդարանը եւ ընդհանրապես փորձեն միասին վերցնել իշխանությունը Փաշինյանի ձեռքից։ Դրա համար շատ մեծ հույսեր չունեի, չնայած նույն ժամանակ մենք այստեղից էլ փորձում էինք կոչ անել, որ ինչ որ ձևով գտնվեն մարդիկ, որոնք որ կարող է քվեարկեն այդ ուժերի օգտին, բայց հրաշք տեղի չունեցավ եւ դա կանխատեսելի էր, դրանից բացի մենք նաեւ խոսում ենք այն մասին վերջի ամիսների ընթացքում, թե պահը որքան լուրջ է այն նաեւ քաղաքացիական պայմանագրի համար։ Եվ մենք տեսնում ենք, որ ճիշտ է կայուն մեծամասնություն է ձևավորում քաղաքացիական պայմանագիրը, բայց նույն ժամանակ, ինչպես արդեն նշեցի, մի քանի դիրքեր զիջում են եւ սա փաստացի տեղի ունենում ընդհանուր տոկոսային մասնակցության պատճառով, քանի որ համատարած կոռուպցիա էր ընտրությունների ժամանակ ընդդիմության կողմից հարյուրավոր դեպքեր բացահայտեց հակակոռուպցիոն կոմիտեն, մենք բոլորս այդ մասին միշտ խոսել ենք եւ սա եղավ, ահա դրա հետևանքը, սիրելի հայրենակիցներ, դրա հետևանքը, բայց լավ է որ չկորցրեցինք անկախությունը եւ ինքնիշխանությունը, պահեցինք, այս անգամ կարողացանք պահել անկախությունը եւ ինքնիշխանությունը, շնորհիվ ձեզ, յուրաքանչյուր մեկիդ մեծ շնորհակալություն դրա համար, ովքեր որ մասնակցել եք ընտրություններին եւ ճիշտ քվեարկություն եք արել, բոլոր նրանց մեծ շնորհակալություն։ Սակայն կարող է նաեւ մեկ այլ դիտանկյունից կարևոր է նայել այս ամենը։ Հաստատի Փաշինյանի կուսակցությունը ստանում է մոտ 50%։ Իսկ մնացած 50%-ը նույնիսկ մի փոքր ավել գնում է մնացած կուսակցություններին։ Այսինքն ինչ է դուրս գալիս։ Ընտրություններին մասնակցածի կեսը ուղիղ կեսը դեմ է քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Եվ չնայած որ ճիշտ է բնականաբար բոլորը չեն մասնակցել ընտրություններին, բայց ընդհանուր առմամբ դա դուրս է գալիս, որ արտացոլում է այս պահի դրությամբ այն իրավիճակը, ինչ կա, չնայած որ
ընտրախախտումները կաշառակերության միջոցով մեծ ազդեցություն ունեցել ընտրության վրա, դա փաստում է, բայց այն մարդը, որ ծախում է իր քվեն, վաճառում է իր քվեն, դա արդեն վստահելի քաղաքացի չի կարող լինել։ Դա այն մարդն է, ով իր երկիրը վաճառում է եւ հետեւաբար Հայաստանի կեսը, ուղիղ կեսը, մի մաս այդ կեսից գաղափարական իմաստով դեմ է Փաշինյանին, իսկ մյուս կեսը կարող է վաճառել Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը եւ բոլորը միասին կազմում են այն կեսը, որը որ դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին եւ սա բավականին վտանգավոր իրավիճակ է իրականում ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Ահա դրա համար է, որ սա մենք ինչ որ չափով նաեւ պատկերացնելով, ես չեմ ասում, որ 100%-ով պատկերացնում ենք, որ այսպես է ձևավորվելու ընտրությունների արդյունքը, բայց ես պատկերացնում եի, որ բոլորին անհնար կլինի բացահայտել։ Հիմա խոսում է արդեն քաղաքացիական պայմանագիր այդ մասին, որ հա, բոլորին չէին կարող բացահայտել, բայց այդ ուժը պետք է արգելվեր, որը որ massայաբար ընտրակաշառքեր բաժանում։ Հիմա Զախարովան ինչ է ասում։ Զախարովան ասում է, որ այդպիսին է արդյունքը, քանի որ աննախադեպ բռնաճնշումներ են կիրառվել ընդդիմության վրա։ Այն ընդդիմության, Զախարովան ասում է, որը որ պրոռուսական է տրամադրված, կողմ է Ռուսաստանի հետ միութենական հարաբերություններին, Եվրասիական տնտեսական միության եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն Զախարովան ասում է, որ աննախադեպ ճնշումների պայմաններում Փաշինյանը կարողանում է ստանալ մեծամասնություն, բայց հայ ժողովուրդը Զախարովայի խոսքերով հայ ժողովրդի մի մասը հաստատի կողմ է, որ Ռուսաստանի հետ այդպիսի սերտ հարաբերությունների մեջ լինի Հայաստանը եւ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում։ Ես չեմ ասում, որ հայ ժողովրդի մեծ մասը դեմ է վատ լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների, բայց միանշանակ է մեկ բան, որ այդտեղ քվեարկողների կեսը անուն Ռուսաստանի չի քվեարկել։ Անուն փողի քվեարկողները շատ կան, արևմտամետ ուսակցություններ կային, դրանց շարքում նաև եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ահա Զախարովան ասում է հայ հասարակության մեջ կա Ռուսաստանի Դաշնության հետ կապերի զարգացման ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շարունակական հստակ պահանջ։ Ռուսաստանը մտադիր է իր քաղաքականությունը ձևավորել Հայաստանի նկատմամբ, հիմնվելով Հայաստանի ղեկավարության իրական գործողությունների վրա։ Ուրեմն արիք երկու մասի բաժանենք այս հայտարարությունը։ Առաջինով փաստացի Ռուսաստանը լեգիտիմ հիմք է ձևավորում այս ընտրություններով հայտարարելու, որ հասարակության մեջ կա մեծ մի մաս, որը որ ցանկանում է, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում եւ լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։ Երկրորդը արդեն այդ ամենը ինքը կապում է Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետ, այսինքն ինչպեսին կլինի Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, այդպեսին էլ կլինեն մեր հարաբերությունները։ Հետո ինչպես եւ նշեցի, արի խոսքով մեջ բերենք, որպեսզի ավելի լավ հասկանանք Զախարովայի ասածը։ Զախարովան ասել է, որ Հայաստանում ընտրությունները տեղի ունեցել ընդդիմության վրա աննախադեպ ճնշումների եւ արևմուտքի միջամտության պայմաններում։ Ուրեմն արևմուտքը միջամտել է, Ռուսաստանի Դաշնությունը չի միջամտել, հա? Եվ մնացածը արդեն Զախարովայի այն հայտարարություններն են, որ հատուկ այն ուժերի վրա է ճնշում գործադրում Փաշինյանը, ընդդիմադիր, որոնք որ ցանկանում են ԵԱՏՄ-ի մեջ լինի Հայաստանը, հավքի մեջ լինի եւ փակուղային քաղաքականություն է Փաշինյանը վարում դեպի Եվրամիություն գնալով, այդ ուժերը փաստացի դեմ են ահա այդ ամենին։ Սրանք են Զախարովայի հայտարարությունները։ Ինչ է ասում Պեսկովը։ Պեսկովը ասում է, որ Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը եւ ֆիքսում է բոլոր հաղորդագրությունները, այդ թվում բազմաթիվ խախտումների մասին տեղեկությունները իրենք ֆիքսում են։ Եվ սա նշանակում է այն, որ հիմա Կրեմլում նստած եւ ոչ միայն Կրեմլում, իրենց ԱԳՆ-ում եւ այլ տեղերում, ինչու՞ չէ նաեւ ՖՍԲ-ն ուսումնասիրում է, թե ինչ կարելի անել ահա այս պատկերի հետ։ Եթե մի մասը ծախվեց, մի մասը գաղափարական առումով դեմ է, ապա արդյոք ինչ որ մի բան հնարավոր է անել Հայաստանում։ Ես գրեթե համոզված եմ, որ իրենք հիմա նստել ծանր ու թեթև են անում, թե ինչ կարելի անել։ Դրա համար դեռ չեն շտապում շնորհավորել, բայց մյուս կողմից սա երկար չի կարող
տևել։ Նույնիսկ հիմա, երբ որ մենք անում ենք մեր հաղորդումը, կարող է Պուտինը նման որոշում կայացնի, բայց փաստը այն է, որ աշխարհի տարբեր երկրներից արդեն շնորհավորանքները հնչել են, կարևոր շնորհավորանքները հնչել են, բայց Ռուսաստանի Դաշնությունից դերևս այդպիսի շնորհավորանք չկա։ Այլ ճիշտ հակառակը Ռուսաստանի Գոսդումայի падգամավորներից մեկը, ով որ արտաքին հարաբերությունների կոմիտետի ղեկավարն է, նա արդեն ասում է, որ փաստացի Հայաստանում ընտրությունները կեղծվել են։ Ըստ իրեն Հայաստանում ընտրությունները կեղծվել են, ինչպես եւ մենք կանխատեսում էինք, падգամավորները արդեն սկսեցին նման հայտարարություններով հանդես գալ։ Հիմա տեսնենք ինչ կասի Կիսելյովը, տեսնենք ինչ կասի Սալավյովը եւ այդպես շարունակ։ Բայց մեզ համար կարևորը կարծում եմ այն է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Հարգելի Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ ձեզ հաղթանակի կապակցությամբ 2018 թվականի Թավշյա հեղափոխության ոգին կենթանի եւ առողջ է ձեր ղեկավարությամբ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որը գնալով ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույսը դնել մեր վրա, ասվում է շնորհավորական ուղերձում։ Շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաև Եվրոխորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, եւ նա ասում է, որ Հայաստանի ժողովուրդը քննարկեց լավ պայծառ ապագայի համար հանուն խաղաղության, կայունության եւ ավելի սերտ հարաբերությունների հարևան երկրների հետ։ Նա կրկին խոսել է հայ-եվրոպական հարաբերություններից, որ միասին մենք ավելի սերտ հարաբերություններ ենք ձևավորում, որոնք որ նոր հնարավորություններ են բացում էներգետիկ ոլորտում, առևտրատնտեսական առևտրի մեջ, թվային տեխնոլոգիաների մեջ եւ այդպես շարունակ։ Նաեւ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Ռոբերտա Մեցոլան նույնպես շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին։ Շատ կարևոր ուղերձով է հանդես եկել նաեւ Եվրոպայի ընդլայնման, եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մարտ Հակոսը շնորհավորելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին տարած հաղթանակի կապակցությամբ նա ընդգծել է այն փաստը, որ Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների եւ միջամտության պայմաններում այս հաղթանակը եւս մեկ անգամ փաստում է եւ հաստատում է հայ ժողովրդի ընտրությունը դեպի ուժեղ ինքնիշխան եւ անկախ Հայաստան։ Նրա խոսքերով ինքը կայցելի Հայաստան առաջին իսկ հնարավորության դեպքում Մարտակոսը ասում է, որ Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ է եւ մնում է անսասան։ Մարտակոսի խոսքերով այսօր մենք նաեւ կստեղծենք Եվրամիություն Հայաստան նոր աշխատանքային խումբ մեր գործընկերությունը խորացնելու համար։ Դե գիտենք, որ Մակրոն նույնպես շնորհավորել է իմ անկեշնորհավորանքները Սերելի Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն է շնորհավորել Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ Հայաստանը ընտրել է շարունակականությունը եւ վերահաստատել իր եվրոպական ուղղությունը։ Շատ կարևոր ուղերձով է հանդես եկել նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Իրոք կարևոր է, քանի որ Ուկրաինայից թե խորհրդարանի մակարդակով հնչեցին շնորհավորանքներ, թե Վլադիմիր Զելենսկիի մակարդակով եւ թե արտգործնախարարի մակարդակով Վլադիմիր Զելենսկին շնորհավորական ուղերձը հետեւյալ կերպ է հղել Հայաստանին. Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ազատ ընտրությունների անցկացման կապակցությամբ։ Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության, ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքների համար։ Պարզ է։ Զելենսկին բոլորից շատ է խոսում անկախության մասին եւ շեշտը դնում է հիմնականում անկախության եւ ինքնիշխանության վրա, որ դուք կարողացաք ձեր ձևով ընտրել ձեր ապագան։ Շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ինչ այլոց էս նախորդ հաղորդման մեջ արդեն ասացի, որ ամենաառաջինը Հայաստանի վարչապետին շնորհավորել էր Վրաստանի վարչապետը Իրակլի Կոբախիձեն եւ հիմա մենք նաեւ ստացանք Վրաստանի խորհրդարանի նախագահի շնորհավորանքը, որը որ նույնպես առաջիններից մեկն է շնորհավորել Փաշինյանին եւ Հայաստանին։ Եվ նրա խոսքերով տարածաշրջանում առկա նոր դինամիկան Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հասնելու ուղին բաց սահմանները Հայաստանի եւ
Ադրբեջանի միջև շարունակական երկխոսությունը նաև կարևոր են Վրաստանի համար նույնպես։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նույնպես շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նաև շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ եւ խոսել է նաև հայ-հնդկական հարաբերություններից։ Այսօր կարևոր հայտարարությամբ է հանդես եկել նաև Հական Ֆիդանը, նաև Ceyhun Bayramova, Վրաստանի արտգործնախարարը Հական Ֆիդանը, Թուրքիայի արտգործնախարարը Ceyhun Bayramova, Ադրբեջանի արտգործնախարարը եռակողմ հանդիպում են ունեցել եւ այդտեղից հնչել են կարևոր ուղերձներ նաև Հայաստանին։ Ընդհանուր առմամբ դրական ուղերձներ են հիմնականում։ Հական Ֆիդանի խոսքերով կարգավորման գործընթացը շատ ակտիվ շարունակվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ այդ հայտարարություններից մենք հասկանում ենք, որ հիմա հիմնական շեշտը դրվում է տրանսպորտային կոմունիկացիաների վրա եւ հիմնականում հայտարարությունների ոճը թե Ադրբեջանի արտգործնախարարի կողմից, եթե Թուրքիայի արտգործնախարարի կողմից կարծես նույնն է, այսինքն Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները այդ հայտարարությունների ոճը չեն փոխել։ Բայց կրկին մեզ համար ամենակարևոր հարցը մնում է այն, որ հիմա փաստացի մենք Հայաստանի խորհրդարանում ունենանք բավականին մի մեծ ոչ լեգիտիմ ընտրություն։ Ոչ ոք չի կարող ասել, թե այդ ընդդիմությունը լեգիտիմ ընդդիմություն է, եւ սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար, Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար։ Ինչ առաջ նաև լսում էի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, նա նույնպես շատ կոշտ եւ սուր էր արտահայտվում, ինչպես նաև երեք արտահայտվում էր Նիկոլ Փաշինյանը։ Տեսնենք, ես շատ հույսով եմ եւ դրա համար այստեղից միշտ այդ հարցը բարձրաձայնում եմ եւ այդ խնդիրը հնչեցնում եմ։ Ժամանակին էր պետք լուծել։ Էլի ուշացակ եւ դրա համար մենք այս իրավիճակը ունենք։ Մազեր մնացել, որ իրավիճակը դառնա շատ ավելի վատ։ Եվ այդ ընտրակաշառքները էական ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա։ Հիմա գործել է պետք շատ խելացի, բայց նույն ժամանակ շատ վճռական։ Աշխարհում ինչ կա։ Արդեն բոլորս էլ տեղյակ ենք, որ Իրանը հրթիռակոծել է Իսրայելի պատասխան հարվածներ է հասցրել Իրանին։ Իրանի արտգործնախարարը արդեն ուղիղ մեղադրում է այս ամենի մեջ նաև Միացյալ Նահանգներին, Ամերիկայի Միացյալ Նահանգները կատարվածի հետ ուղիղ կապ ունի, չնայած որ Թրամփը կոչ է անում Նետանյահուին չշարունակել լարվածությունը, դեռևս վերահսկվող լարվածությունը, բայց իրոք վիճակը բավականին բարդ է, վտանգավոր է, գիտեք, երբ մենք նայում ենք, սպասում ենք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքից, տեսանք, որ Իրանը հրթիռներ արձակեց, Իսրայելի ուղղությամբ արդեն առավոտյան Իսրայելը հարված հասցրեց Իրանին։ Սակայն դա դեռ պատերազմի վերսկսում չէ, Թրամփը կոչ է անում Նետանյահուին չշարունակել պատերազմը։ Իրանի նախագահը հայտարարել է քիչ առաջ, որ իրենք չեն հրաժարվում ոչ բանակցություններից, ոչ էլ պատերազմից, պետք է կպատերազմեն եւ կբանակցեն նույնպես։ Սակայն մենք շատ կարևոր նաև հաղորդագրություն ունենք, որ Իրանը հիմա դադարեցնում է հարվածներ հասցնել Իսրայելին, բայց մեկ պայմանով։ Եթե Իսրայելը չշարունակի իր գործողությունները Լիբանանում, Իրանից զգուշացնում եմ, որ եթե կրկին հարձակում լինի Լիբանանի վրա, Հեզբոլլահի վրա, ապա ավելի ուժգին հարված կհասցնի Իրանը Իսրայելի։ Եվ վերջում, սիրելի հայրենակիցներ, մեկ շատ կարևոր լուր, որի մասին տեղեկացնում է Տելեգրաֆը, Զելենսկին զգուշացրել է Վլադիմիր Պուտինին այն մասին, որ Ուկրաինան շատ մոտ է ստեղծելու բալիստիկ հրթիռներ, որոնք որ արդեն կարողանան ավելի ու ավելի խորը հարված հասցնել Ռուսաստանին։ Հիմնականում այսքանը։ Հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։